Որպես անհաշտ ընտանիք Լոռու մարզի ոստիկանությունում գրանցված է մեր ընտանիքի անունը։ Նպաստը մի օր ուշացավ, դա պատճառ կլինի, կամ երեխաներից ինչ-որ մեկը բողոքի, ասենք, փորի կսացավ կամ ջերմություն ունենա, դա պատճառ կդառնա, որ մեր տանը վեճ լինի։ Երեխեքին բոլորին էլ անխտիր կծեցի։ Լուսինե Ղաբոսյանն առաջին անգամ բռնության է ենթարկվել ամուսնությունից մի քանի ամիս հետո։ Ամուսինը Կարեն Խաչոյանը համատեղ կյանքի 17 տարիների ընթացքում հաճախ ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է կնոջը, լուրջ վնասվածքներ պատճառել։ Ծեծել է նաև երեխաներին։ Լուսինեն մի քանի անգամ դիմում է ներկայացրել ոստիկանություն, բայց ամուսնու սպառնալիքների ճնշման տակ դիմումը հետ է վերցրել։ Ամուսինը ոստիկանության նախկին աշխատակից է։ Ահազանգելու դեպքում ոստիկանները նրան էին զանգում եւ փորձում հեռախոսային զրույցով խնդիրը լուծել։ Վերջին ծեծից հետո Լուսինեն հեռացել է տնից։ Այժմ 5 երեխաներից 2-ը Լուսինեի մոտ են, 3-ը ամուսնու։ ԵԱՀԳ-ի հարցման համաձայն, որն անցկացվել է Հայաստանի 4 մարզերում եւ Երևանում, հարցվածների մոտ 60%-ը կյանքի ընթացքում դարձել է ընտանեկան բռնության զոհ։ Ընտանեկան բռնության զոհ դառնում են նաև տղամարդիկ։ Հարցված տղամարդկանց մոտ 12%-ը ենթարկվել է ընտանեկան բռնության։ Եթե կանայք բռնության են ենթարկվում ամուսինների կամ ամուսնու ծնողների կողմից, ապա տղամարդիկ ծնողների, եղբոր կամ որդու կողմից։ Ընդհանրապես որևէ իրավիճակ մարդու իրավունքների տեսանկյունից չի կարելի դիտարկել զատ պրոցեսներին, որոնք կատարվում են երկրում կամ երկրի շուրջ։ Մենք գտնվում ենք արդեն գրեթե 20 տարուց ավելի է պատերազմական իրավիճակում, որևէ ջանք հնարավոր չի լինում կիրառել խաղաղության հասնելու, ավելի ուժեղացնում է հենց այդ ուժային տղամարդու ինստիտուտը։ Գաղափարը հետևյալն է, կինը իմ սեփականությունն է, ինչ կուզեմ կանեմ, իր նկատմամբ կուզեմ կծեծեմ, կուզեմ կսիրեմ։ Շատ հաճախ մարդիկ ասում են, դե պատճառը սոցիալական խնդիրներն են, կամ օրինակ ալկոհոլն է, դրանք պատճառ չեն, դրանք գործոններ են, որոնք հնարավոր է ազդում են։ Գենդերային հիմքով բռնության նպատակը վերահսկողություն սահմանելն է։ Հոգեբանն ասում է, որ բռնությունները մեծ հաշվով ընդունված են ընտանիքում եւ սոցիալական այլ միջավայրերում։ Ծնողները հաճախ հրահրում են երեխաներին ծեծի միջոցով ինքնապաշտպանվել։ Չկա խոսքի կամ կառուցողական այլընտրանքային մոտեցում։ Մարդկային գիտակցության մեջ սա կարծրանում է, դառնում մեխանիզմ եւ հավատ, որ բռնությունը միակ ելքն է։ Եթե նայենք մեր հեռուստասերիալները, մեր երեխաների խաղերը, որոնք վերցված են մեծամասամբ հեռուստասերիալներից, բռնությունը կարծես թե ինչ-որ մի բան է, որին մենք հանդուրժող ենք վերաբերում, կամ օրինակ անտարբեր ենք վերաբերում։ Շատ հաճախ եթե բռնություն էլ տեսնում ենք, չենք վերադարձնում, որ գիտես, ինչ դա լավ բան չի, դա մարդու իրավունքների ոտնահարում է։ Այժմյան հասարակությունը եւ պետական համակարգը ինքնին խրախուսում է բռնությունը որպես կառավարման ձև եւ ընտանիքն է որպես այդպիսի կառավարման մոդել է դիտարկում, դա փաստ է։ Եվ եթե դիտարկում ենք նաև ընտանեկան բռնությունների դինամիկան, մենք ունենք շատ ոստիկաններ, նախկին ազատամարտիկներ, որոնք կիրառում են այդ բռնի ուժը նաև իրենց ընտանիքների ներսում։ Ինչու, որովհետև օրինակ ազատամարտիկները, որոնք անցան Արցախյան ազատամարտի արհավիրքը, նրանք չստացան ի վերջո սոցիալական այն օգնությունը, հոգեբանների եւ միևնույն ժամանակ աշխատանքի հետ կապված իրենք եկան, չսոցիալիզացվեցին հասարակություն, մարգինալացվեցին ինչ-որտեղ, որը նրանց նաև հոգեբանական լուրջ ճգնաժամերի տեղի տվեց։ Զարո Հովհաննիսյանն ասում է, եթե ցանկանում ենք ընտանիքում բռնություններ չլինեն, ուրեմն նրանց պետք է օգնություն ցույց տալ պետական մակարդակով։ Օրենքի ուժով համապատասխան մարմիններին հնարավորություն պետք է տրվի մտնել ընտանիք եւ օգնություն ցույց տալ։ Հասարակությունը այնքան էլ պահանջատեր չէ, որպեսզի այդ ընտանեկան բռնության օրենքը անցնի, բայց իրավապաշտպաններն այնուամենայնիվ պնդում են, որովհետև դա ոչ թե այնքան պատժիչ նշանակություն ունեցող օրենք է, այլ կանխարգելիչ։ Հայաստանում ոստիկանության արձագանքելն այնքան էլ դրական չի ընդունվում։ Ըստ ԵԱՀԿ-ի ուսումնասիրության, հարցվածներից բռնության ենթարկվածների մոտ 42%-ը չի դիմել իրավապահ մարմիններին, հարազատներին, թեկուզ եւ բռնարարին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար, իսկ մոտ 22%-ը կատարված արարքից եւ դրա հրապարակումից ամաչելու պատճառով։ Հայաստանում բնակվող իտալուհի Էսթերի պատմությունը վերջին շրջանում մեծ արձագանք ստացավ։ Նա հարևանների վիճաբանությունը եւ կնոջ բղավոցները լսելով զանգահարել էր ոստիկանություն։ Երբ ոստիկանությունը գնաց, իմ հարևանը անմիջապես եկավ մեր տուն։ Նա ասաց. «Երևի դու չպետք է զանգեիր ոստիկանություն։ Սա ներընտանեկան խնդիր էր։ Կնոջ եւ տղամարդու միջև վեճը կամ այսպես ասած այդպիսի խոսակցությունները նորմալ են Հայաստանում»։
Հայաստանում մասնագետներից շատերի կարծիքով ընտանեկան բռնությունը ոչ միայն համապատասխան օրենքի բացակայության, այլև հասարակական գիտակցության պատճառով է։